Մարտունի քաղաքի Միասնիկյան և Երևանյան փողոցներում մի քանի ենթակառուցվածքների հիմնանորոգում է իրականացվում։ Շինարարական աշխատանքները կատարվում են պետական, սուբվենցիոն և համայնքային ծրագրերով։ Պետբյուջեի միջոցներից շուրջ 677 միլիոն դրամ է հատկացվել փողոցների ասֆալտապատման և մայթերի վերակառուցման համար։ Ավտոճանապարհի հիմնանորոգման գլխավոր արգումենտը դա ջրահեռացման համակարգն է, որը այս պահին մենք իհարկե կառուցում ենք։ Ավտոճանապարհի երկարությունը երկու փողոցներին միասին կազմում է կիլոմետր 700 մետր։ Շինաշխատանքները նույնպես կատարվում են ժամանակակից նորմատիվներին համապատասխան, աշխատում ենք ամբողջ տեմպով, որպեսզի ճիշտ ժամանակին ավարտենք եւ շահագործման հանձնենք մեր բնակչությանը։ Երևանյան փողոցում ջրահեռացման ներքին և Միասնիկյանում արտաքին ցանցերի կառուցմանը զուգահեռ արդիականացվում են նաև կոյագծերի դիտահորերը։ 60-ականներին և 80-ականներին կառուցված կոյագծերը գործող են, սակայն դրանց շուրջ 55 դիտահորերը քայքայված են։ Նորով փոխարինումը կատարվում է համայնքի բյուջեի հաշվին։ Պետք է ունենանք վերջնական լավ կառուցված, վերակառուցված փողոց քննարկման արդյունքում որոշեցինք, որ նաև պետք է փոխենք դիտահորերը, հետագայում զերծ մնալով ասֆալտի շերտը քանդելուց եւ վնաս տալուց։ Կարելի ասել դիտահոր գոյություն չունի, լրիվ քայքայված, քարերով հավաքված ինչ-որ մի զանգված է։ Լրիվ տեղադրվում է նոր դիտահոր, ներքևը կատարում է բետոնային աշխատանք, խողովակի կողքերը B15 բետոնով, խտացված բետոնով, իրա վրա տեղադրվում է նորից բետոնով դիտահոր, կա կրկնակի դիտահորեր ըստ խորության հետակը պայմանավորված, կա մի դիտահոր։ Որպեսզի հետագայում հիմնանորոգված ճանապարհահատվածը չքանդվեն, միանգամից արդիականացվում է նաև Երևանյան և Միասնիկյան փողոցների շուրջ 2 կիլոմետր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցը։ Մոտ 123 միլիոն դրամ արժողությամբ այս աշխատանքներն էլ կատարվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Նաև տեղադրվելու են հենասյուներ։ Ըստ ծրագրի պետք է բոլոր վերգետնյա մալուխային ցանցերը անցնեն խրամուղիներով, մալուխատարերով ստորգետնյա։ Նաև տեղադրվելու են նոր հենասյուններ լուսավորության համար, որոնք ցինկապատ են, որոնք եղանակային տարբեր պայմաններում իրենց ավելի լավ են դրսևորում, ինչպես նաև տեղադրելու են ժամանակակից LED լուսատուներ։ Շինարարական բոլոր աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի սկզբին, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Հերմինե Բաղդասարյան, Անահիտ Կարեյան, Սարգիս Ալավերդյան, լուրեր։